Կան բաներ, որ բոլորս անում ենք, բայց երբեք չենք խոստովանում։ Ու ամենահետաքրքիրն ու խնդալուն է նա, որ գիտենք, որ այդ տարօրինակ է, բայց մեկը շարունակում ենք անել։ Ու միշտ մտածում ենք, մենակ ես եմ սենց։ Հիմա տեսնենք քանի բան կա, որ բոլորս անում ենք։ Let's go։ Խոստովանություն համար 1։ Երբ մենք ասում ենք, մեզ չի հետաքրքրում ուրիշների կյանքը, բայց ամեն ինչ գիտենք։ Ես ամեն ինչ գիտեմ։ Մենք չենք բամբասում, մենք ուղղակի տեղեկացված ենք, բայց իրական մենք արդեն գիտենք ով ում հետ է, ով ինչ արեց, ուր գնաց, ինչ ասեց։ Մենք չենք հետևում մարդկանց, մենք ուղղակի պատահաբար տեսնում ենք իրենց ամեն story-ն, ամեն post, ամեն update ու նորություն։ Ու ամենահետաքրքիրն է, որ ձև ենք տալիս, ոնց որ այդ ուղղակի անմեղ հետաքրքրությունը։ Բայց իրական, եթե մեզ իրոք չհետաքրքիր, մենք ուղղակի չենք նկատի։ Բայց մենք մեղավոր չենք, որովհետև սոցցանցերն են մեզ հիմա դարձնում տեղեկացված, ու մենք պետքա խոստովանենք, որ մենք հիմա ուղղակի ապրում ենք ինտերնետում ու ամեն ինչից տեղյակ ենք։ Այն ժամանակ հարևաններն էին ասում, հիմա միանգամից ինտերնետը ամեն ինչ մեզ ասում է։ Ասում դե հիմա համել մեզ մի քիչ հետաքրքրվելն էլ է պետք։ Ու հիմա գալիս է երկրորդը, որը հաստատ դու ես անում։ Երբ քեզ գրում են, տեսնում ես, բայց դու չես պատասխանում։ Երբ մեզ գրում են կամ զանգում են ու մենք ասում ենք հետո կպատասխանեմ, հետո անցնում է մի քանի ժամ, հետո անցնում է մի քանի օր, հետո ինքան է անցնում, որ արդեն անիմաստ է դառնում պատասխանելը։ Ու ամենավատն է, որ on-line ես լինում, ու իրանք տեսնում են, որ on-line ես ու պետքա հիմա մի ձև մի բան անես, որ իրանք չհասկանան, որ դու ուղղակի չես ուզում պատասխանես կամ հավես չունես պատասխանելու, ինչ որ զբաղված ես ձևանում, բայց իրական իրոք ուղղակի հավես չունես կամ չգիտես ինչ գրել։ Համաձայն չես, դու միշտ պատասխանում ես, Բայց երբ դու ես գրում ու քեզ չեմ պատասխանում, այդ արդեն ուրիշ հարց է, այդ արդեն նեղանում ես, օրինակ ես նեղանում եմ։ Ասում եմ, վերջ էլ չեմ գրի, ես իմ վերջին մեսիջն ա լինելու, հարգիր ինքդ քեզ։ Մի բան ասեմ, բայց ես ձեր կոմենտներին միշտ պատասխանում եմ, ինչքան էլ ժամանակ չունենամ, կարող անկեն ես գրած նամակներին չպատասխանեմ, բայց ձեր կոմենտներին անպայման ժամանակ եմ գտնում ու պատասխանում եմ, որովհետև ձեր պուպուշ կոմենտներին չպատասխանելը, իգնոր անելը ուղղակի աններելի է։ Ինչքան հնարավոր է պատասխանում եմ այո ձեր բոլորի կոմենտներին։ Ուղղակի մի բան կա, ինչքան էլ մենք ասում ենք ժամանակ չունենք, զբաղված եմ, այսօր չտեսա եւ այլն եւ այլն եւ այլն, ճշմարտությունը լրիվ իրականությունը լրիվ ուրիշ է։ Եթե մարդը քեզ համար իսկապես կարեւոր է, դու հաստատ ժամանակ գտնում ես իրան պատասխանելու։ Բայց իրականում մենք բոլորս էլ տեսա ու հետո կպատասխանեմ մարդկանցից ենք։ Խոստովանություն համար 3։ Երբ քո հետ խոսում են ու դու գլխով հա, ահա, ճիշտ եք, բայց ընդհանրապես ուրիշ բանի մասին ես մտածում։ Ընդհանրապես չես լսում այդ մարդը քեզ ինչ է ասում։ Տեղից երկու տարբերակ է, կամ հարց են տալիս ու դու բռնվում ես, կամ ուղղակի ինպես հիմա պատմեմ իմ դեպքը։ Իրական դեպք իմ հետ, որ ես վերջերս է հենց եղել, շատ վերջերս չէ, բայց վերջերս։ Երբ որ գնացել էի մատնահարդարի մոտ, առաջի անգամ էի իր մոտ գնում ու այդ տեղն էլ տարածքը առաջի անգամ էի գնում։ Ինքը ինձ դուրս գալուց առաջ ինչ-որ բաներ էր ասում։ Ես ուղղակի գնացի, որ նստեմ լիֆտը ու ինքը ինձ ասաց, չէ, ոնց էի նոր ասում էի եւ այլն։ Պարզվեց, որ ինքը այդ ընթացքում ինձ ասում էր, որ լիֆտը ներքևով չի չնես գնաց նստես, վերևով պետքա բարձրանաս, որ գնաս նստես, ու ես իրեն ասում էի, ու իջնում էի ներքևով, որ գնային նստեի։ Հետո հասկացա, որ ախր իրամ ասում էր պետքա վերևով գնամ։ Դա ամբողջ օր մտածում եմ, այս մարդը մտածում է կոնկրետ դեպիլ, որ չի հասկանում այդ վերևն ու ներքև, բայց իրական ես ուղղակի չէի լսում, ես գլխով ասում էի, հա, ստեցին ձեզ, այո։ Իսկ մասած դեպքերում ավելի ճիշտ է ուղղակի, ասենք մի հատ նորից չէի ասի, չէի լսում մտքերով ուրիշ տեղ է եւ այլն, ավելի լավ կլինի տենց, քան ուղղակի որ հետո վերջում պալիտ ենք լինում, որ մենք ընդհանրապես չենք լսում։ Համար 4. Երբ գիշերը պարկած ես ու ուղեղդ որոշում է քեզ հիշեցնի 5 տարի առաջվա կրինժոտ ու ամոթալի պահերից մեկը։ Գիշերը ուղեղը դառնում է անհարմար պահերի, TV, live stream, ուղիղ եթեր ու բոցերա բռնում մեր վրա։ Հիշիր, կյանքիդ կրինժները հանկարծ հանգիստ չքնես։ Ինչի՞ է մեր ուղեղը ուղղակի գիշերը հիշում են պահերը, որը մենք ուզում ենք ավելի շատ մոռանալ, ոչ թե հիշել։ Որ ինչ-որ բան խոսացել եմ, ասել եմ կամ ինչի այնց հիմա ինչ եմ ես հիշում ես ամեն ինչը ոնց քնեմ։ Ու այդ պահերին իրականում պետքա հասկանալ, որ բոլորս էլ այդպես ինչ-որ անհարմար ամոթալի պահեր ունեցել ենք, ուղղակի պետքա ուղեղը մյուտ հանել ու հանգիստ քնել։ 5-րդ խոստովանություն։ Երբ որ ուսումնասիրում ես ինչ-որ մեկի էջը ու պատահական լայքում ես հին փոստերից մեկը։ Հանես խայտ տարակ եղանք։ Այն պահը, երբ որ գախնի գործակալի պես ուսումնասիրում ես ինչ-որ մեկի էջ ու
մեկ էլ պատահականորեն լայքում ես իրենց 2018 թվականի post-ը։ Ու հենց այդ վարքյանին արդեն ուղեղը տասում վերջ, խայտարակություն, կյանքը դեմովը ցենց կադր անցնում է։ Ու արդեն մտածում ես, չգիտես, հանես լայքը, թե մնա որն ավելի ճիշտ, պետքա դիմել ընկերուհի գախնի գործակալներին, որ հասկանալ ես իրավիճակում ոնց է պետք գործել։ Հիմա ինչ ենք անելու, խայտարակ եղանք։ Եթե դու էլ ես տենց արել, ուրեմն ընդհանրապես մի մտածի խորը շունչ քաշի ու փոխի անունը տեղափոխվի ուրիշ քաղաք, էջը ջնջի։ Մենք ավելի շատ ոչ թե վախում ենք այդ լայքից, այլ նրանից, թե ինչ կմտածեն մեր մասին այդ պահին։ Նենց հանկարծ չմտածեն, էլի, նենց շատ ենք հետաքրքրված, ասենք թե։ Ու եթե ավելի լուրջ, իրականում մարդիկ մեր մասին ավելի քիչ են մտածում, քան մենք ենք կարծում, հաջորդ օրը ոչ մեկին էլ չի հետաքրքրում, քեզ էլ չի հետաքրքրում հետո։ Ու իրական հա ինչ որ փոքր անհարմար պահ է, բայց հետո անցնում է, մոռացվում է ու գնում է։ 6-րդ խոստովանություն, երբ գալիս ես սառնարանի դուռը բացում ես, տեսնում ես բան չկա ուտելու, հետո նորից մի քանի վայրկյան հետո գալիս ես էլի բացում ես, նայում ես, էլի ես բացում նայում ու տենց էլի ու էլի անդադ բացում, փակում ամբողջ օրը։ Նենց ենք անդադ բացում, փակում սառնարանը, ոնց որ ինչ որ բան է փոխվելու, ասենք, չգիտեմ, ինքն իրան ինքը update է անում, օրինակ գիշերվա ընթացքում։ Ամենահետաքրքիրն է, որ դու հասկանում ես, որ այնտեղ բան չկա, ինչ որ բան չի փոխվելու, բայց բեկա գնում ես, բացում ես, որովհետև մտածում ես, որ կարող է ինչ որ բան չես նկատել այն հետևում այդ բանկեքի պահած աղբորդ պայոկ օրինակ կամ քրոջդ են թաքուն կոնֆետները յոգուրտը։ Ես օրինակ տնեցիքի հետ եմ ապրում, ես մտածում եմ կարող տնեցիկ ինչ որ բան առած լինեմ, որ ես այդ ընթացքում նկատած չլինեմ։ Օրինակ գիշեր ժամ 2-ին ես գնում եմ բացում, փակում եմ, մտածում եմ կարող իրանք ինչ որ բան են առել այդ ժամին։ Իրականում մենք սոված չենք։ Իրականում խնդիրը սառնարանը չի։ Իմ կարծիքով ուղղակի մենք երևի հույս ունենք, որ ինչ որ բան կյանքում ինքն իրան կփոխվի։ Ու ինձ թվում է մենք ոչ թե ուտելիք ենք փնտրում, այլ ինչ որ բան, որը մեզ անսպասելի կուրախացնի։ Surprise! Այս 7-րդ կետը լրիվ իմասով է։ Ես չգիտեմ սրան համապատասխանող ինչ որ մարդիկ կլինեն, կգտնվում են թե չէ, բայց իմը լրիվ անձնականն է էս ու մտածում եմ մենք բոլորս անում ենք, չգիտեմ, բայց ես անում եմ ու ուզում եմ խոստովանել։ Այս կետեն մասով է, երբ տեղ գնալուց առաջ ասում ես գնամ, Երևան շուտ կգամ ու հետո վերջում ամենաուշը դու ես գալիս։ Ամենաշատը դու ես մնում։ Այդ ես եմ հատկապես բարեկամների տուն գնալուց առաջ ես միշտ ասում եմ, չեմ ուզում գնամ, բայց լավ, շուտ կգնամ, Երևան ու շուտ հետ կգա։ Ու հետո վերջում տեսնում եմ, որ ամենաուշը ես եմ հետ գալիս։ Մեկ էլ այն ստանդարտ քեֆերին, որ սենց հերթականությամբ գիտես, որից հետո ինչ է լինելու։ Այս վիդեոից հետո ինձ թվում է ինձ կամ լիքը մարդ նեղանալու, կամ բոլորդ հասկանալու, որ մենք ինչքան նման ենք, երբ կամ ինչքան տարբեր։ Ու ամեն անգամ տուն գնալուց արդեն ասում եմ, «Վсё, հաջորդ անգամ էլ այս սխալը ես չեմ կրկնի» ու հաջորդ անգամ բնականաբար նորից նույն բանը գնամ, շուտ Երևան ու կգամ։ Ես խոստովանցի, ես չգիտեմ սա ձեզ հետ կբռնի թե չէ, բայց խոստովանցի, թեթևություն եմ զգում խոստովանեցի ձեզ։ 8-րդ խոստովանություն. երբ ինչ որ մեկի հետ կռվում ես, գալիս ես տուն, մտածում ես վсё բրծավ, ամեն ինչ անցյալում է, բայց իրական ամեն դեռ նոր է սկսվում։ Ու գնաց ամբողջ օր այդ կռիվն է գլխում, այդ replay լինում։ Նորից ես վերապրում այդ ամբողջ կռիվ, այդ պատմությունը մտածում ես, այս բանը ես պետքա էս ասեի, այն մյուս բանը նի պետքա ասեի, այն պետքա ասեի, բլա բլա բլա։ Ու արդեն գլխումդ երկրորդ տարբերակն է գնում այդ կռվի, որտեղ դու արդեն հաղթել ես, ճիշտ պատասխաններն ես տվել, պորտա դրել ես տեղը, բայց իրականում արդեն ուշ է ու էլ ոչինչ չես փոխի, ու այդ երկխոսությունը, որ քո գլխում գնում է, ուղղակի քեզ ավելի շատ հոգնածում է, քան ինչ որ լուծում է տալիս։ Իսկ ամենալավ բանը երբեմն ուղղակի թողնելն է իրավիճակը մարդկանց։ 9-րդ խոստովանություն. ֆիլմ ես դնում, կինո ես դնում, հեսա լուրջ նստելու եմ նայեմ, ու 30 վայրկյան հետո արդեն հեռախոսը ձեռքում մտա։ Վայ։ Ու իրական հեռախոսով վերցնում ես, որ մի հատ ուղակի ստուգ ես ինչ որ տենց ռեժիմով ստուգ եմ, մի հատ տեսնեմ ինչ կա, բայց արդեն 10 րոպե հետո չես էլ հիշում ինչ ֆիլմ էր իրականում գնում։ Ֆիլմը արդեն դառնում է երկրորդական, ասած ինչ որ տակից գնացող աղմուկ, խշշ։ Ու դու արդեն երկրորդ կյանքով ես ապրում Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում։ Չգիտեմ, բայց այս պահը իրոք մենակ իմ մոտ է, տենց թե դուք եք տենց մի տեսակ ցրված դարել ու ոչ մի բան նորմալ չենք անում, բացի scroll անելուց։ Ես երբ ես վերջում չեմ հիշում, ինչ որ ֆիլմ նայել եմ ու հեռախոսը իմ մոտ եղած չունի, դրա համար նորմալ չեմ հիշում ինչ ֆիլմ եմ նայել, բայց դորամաները նայելուց ուշադիր եմ։ Երբ մենակ դորամաներն եմ նայելուց ուշադիր լինում։ Եվ վերջապես կետ 10. Երբ ծանոթներն ասում ենք, դե բան անենք, կազմակերպենք, հանդիպենք, բայց բոլորս էլ գիտենք, որ այդ հանդիպումը երբեք տեղի չի ունենալու։ Մենք գիտենք, որ այդ օրը երբեք չի գալու, բայց չգիտեմ ինչ ենք ամ այդ արտահայտությունը։ Ես ունեմ ծանոթներ, որ այս վերջի 3 տարին մենք անդադ տենց կազմակերպում ենք, որ հանդիպենք։ Մյուս կյանքում կհանդիպենք։
Բայց որ ինձ բաժ լինեք, մենք անպայման իրար հետ կհանդիպենք իմ YouTube-յան ուղիղ եթերների ժամանակ։ Քոմերում խոստովանի սրանցից որն ես դու ելանում։ Տեսնենք ինչքանով ենք մենք իրար նման։ Բոլորիդ սրտիկներ։